Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքի եւ առհասարակ երևույթի մասին թմրանյութերի շրջանառության եւ դպրոցականների շրջանակում թմրանյութերի կիրառման կամ շրջանառության հարցին, ապա բնականաբար այս հարցը մեզ շատ մտահոգում է եւ մենք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք եւ վերջերս էլ քննարկել ենք մի քանի գործիքակազմներ, որոնք կարող են օգնել, որպեսզի դպրոցներում փորձենք ավելի կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, բայց մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է եւ դպրոցում կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներգրաված չեն եւ իրենց համար կարող է շատ զգայուն լինել այդ թեմայում ընդգրկվելը։ Հիմա փորձում են գործիքակազմեր մշակել, ինչպես կարող ենք մասնավորապես ավագ դասարաններում, որոնք ավելի ռիսկային են, կանխել, բայց դրա հետ կապված մենք հիմա մեկ այլ աշխատանք ենք իրականացնում, որը դպրոցների անվտանգության ստանդարտների մշակմանն է վերաբերում։ Եվ այդ անվտանգությունը վերաբերում է ինչպես ֆիզիկական միջավայրի անվտանգությանը, այնպես էլ երեխաների թե ֆիզիկական եւ թե հոգեբանական անվտանգությանը։ Օրինակ հիմա քննարկում ենք եւ առաջիկայում գործընթացը մեկնարկելու է ավագ դպրոցներում եւ խոշոր դպրոցներում 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրելու հարցը, որպեսզի դպրոց ելումուտը, որը թեև հսկվում է պահակների կողմից, առավել կառավարելի լինի, առավել հստակ լինի պատկերը նաև էլեկտրոնային հարթակներում, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, նաև աշակերտների հաճախումները, որոնք ավագ դպրոցներում երբեմն անհանգստացնող են, վերահսկելու տարբերակ դա կարող է դառնալ։ Հիմա ներկայումս արդեն գնահառաչարկների ուսումնասիրությամբ ենք զբաղվում եւ առաջիկայում այդ հարցով էլ կզբաղվենք։